Կանեն, եթե դու դրա առիթը տաս, իսկ դու առիթը արդեն տվել ես։ Բեք հասկացի, երբ որ մարդը ուզում է մի բան անի, նախորոք չի հայտարարում դրա մասին, ընդհակառակը ձև է բռնում, թե համակերպել է այդ ամեն ինչի հետ, հետո նոր իր քայլը անում է։ Իսկ դու ստեղ ընդեղ սաղի ներկայությամբ հայտարարում ես, որ եթե այդ աղջիկը քոնը չեղավ, ոչ մեկինը չի լինելու։ Ջղայնացած վաղտ մի բաներ ասել եմ։ Ասել ես, ուրեմն պիտի ջարի մենք հաշես։ Ինչ պիտի անեմ։ Առանց ախրենայի դուրս չես գալի։ Ավշե լավ կներ, որ մի որոշ ժամանակ թռնեիր Հայաստանից, մինչև ես ալիքը նստեր։ Չէ, այդ վերսիա չի, դες կհասկացեմ, որ ես եմ։ Ծիրիգուն բեկի հետ ես ըլնում։ Գլխից մի մաս պակասեց կարշիտ կքերթ է։ Ոնց ասես Ժանո ջան կարվի սախ։ Դրա կարիքը չկա, բա։ Կանեսնես ոնց որ ասեցի։ Սակ։ Գոր ինչ ես կարծում։ Նարեն կհավանի նկարը։ Սակն անեմ։ Հարց եմ տալիս, դժվար է պատասխանել։ Նարեն միշտ ուզում էր, որ ես իրան նկարեմ։ Խուսափում էի, բայց որոշել եմ ծնունդին անակնկալ անել։ Հիշում եք չէ մի ամսից ծնունդն է։ Քեֆ ենք անելու։ Սա քաղաքի։ Չէ, Սևո։ Չեմ կարա։ Խոստացել եմ։ Պարտավոր եմ։ Չէ, տղերք։ Եսի նանին չի։ Իմ նանին նման չի։ Նանին նման չի։ Ակոլը անգստացի։ Դու չես կարող մեռնես, լսում ես, իրավունք չունես։ Քան այդ անասունը, որ սպանել է, որ սպանել է նանային ողջ է։ Մենք այդ իրար հետ ենք անելու, լսում ես, Սակ։ Մենք այդ իրար հետ ենք անելու, սաղս իրար հետ։ Քո հետ եք միջև Սակ։ Աղբերս ես մենակ քո ցավը չի։ Հավատքի աղբերս քեզ։
Հա Վարուժ։ Հիմա Դեռ Վարուժ ուզում հանդիպենք։ Ասա թող մնա վայո։ Հիմա ուզում եմ իմանամ ինչ են գտել։ Ես հասցնես մեզ անամարի։ Դու ես սպանել այդ աղջկան։ Իսկ դու ո՞նց ես կարծում։ Չգիտեմ։ Չէ։ Ես չեմ սպանել։ Ես սիրել եմ նանային։ Սիրել եմ նենց ոնց ոչ մեկինս աշխարհում։ Հոնենց բան չես բլթեսրել, որ հետո թեմա դառնա իմ դեմ։ Չէ, հանգիստ տեղի։ Ուղղակի ինձ չէիր պատմել Նանայի մասին։ Ու ինչ դրանից։ Չէի մտածում, որ ընդունակ ես ինչ-որ մեկին սիրելու։ Ես չէի մտածում։ Դե ասա ինչ էր գտել այդ գյադու մեջ։ Իսկ գոնե կասկածում ես, թե ով կարար տենց դաժան վարվեր իրա հետ։ Չէ, չունեմ։ Բայց կպարզը։ Էդ իմ համար պատվի հարցը։ Ցավոք սրտի ես պահին ձեր համար ոչ մի հուսադրող բան չունեմ։ Բեկը ալիբի ունի։ Բացի այդ էլ համաձայնել է ինքնակամ ԴՆԹ նմուշ անձնի։ Մենք ստուգել ենք քաղաքի բոլոր տեսախցիկները, Երևանից Ծաղկաձոր, Ծաղկաձորից հետադարձ ուղղությամբ։ Հույս ունենալով, որ Բեկին ինչ որտեղ կֆիքսենք, բայց Նանայի առավանգման օրը ոչ միտեղ նա չի երևացել։ Այնպես որ այս սպայի դրությամբ նրա դեմ ոչ մի բան չունենք։ Դե ոչ մի բան չի նշանակում։ Ինքը կարող է ամեն ինչ պլանավորել է, հետո էլ մաքրել է իր հետևից հետքերը։ Չեմ կարծում, նա այդքան խելք չունի, որ այդ կազմակերպի։ Դե ուրեմն շատ ավելի խելացի է ինքը, քան բոլորս մտածում ենք։ Հա ու ինչ այդ մեզ տալիս դա։ Առանց ապացույց ինքը ոչ մի բան չի խոստովանի։ Խոստովանի, կստիպենք, որ խոստովանի։ Հուսով եմ չեք պատրաստվում ինչ-որ վենդետա կազմակերպեք։ Չէ, հանգիստ տեղի։ Ես ձեզ խոստանում եմ, բոլոր մեղավորները կպատժվեն։ Ուղղակի ինձ ժամանակ է պետք։ Ինչքան տարիներ։ Ինչքան որ պետք է։ Վարուժ, մենք բոլորս էլ շնորհակալ ենք քեզնից։ Դրա կարիքը չկա, ես իմ գործն եմ անում։ Վարուժ։ Նանեն տանջվել է։ Չգիտեմ։ Ուզում եմ իմանամ։ Նրա վրա բռնության հետքեր կային։ Ավել բան ասել չեմ կարող։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալուշ և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա
լույս եւ տխուր եւ անուր քեզ երբեք սիրտը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ Սակ մի բան կեր, երկու օրա բան չես կերել։ Չեմ ուզում, գուր չի գնում որ։ Խմի մի բաժակ։ Սարգիս ջան, ես հասկանում եմ քեզ։ Հասկանում եմ քո վիշտը։ Բայց շատ եմ խնդրում քեզ։ Շատ։ Հանկարծ քեզ մեղավոր չհամարես։ Այդ գիտես ինձ զգացողությունը այդ սենց ներսից խշռում է քեզ։ Բայց ես մեղավոր եմ տիկին Աշխեն։ Մեղավոր չես։ Դու մեղավոր չես։ Արսենը գորի պապան, որ զով է սահմանին։ Ես ինձ էի մեղադրում, գիտես, մտածում էի կարող էի խանգարել, որ չգնա։ Չխանգարեցի։ Կարող էի համոզել, որ չգնա, բայց չհամոզեցի։ Բայց հետո գիտես ինչ հասկացա, իրականությունը այդ մեզնից անկախ է։ Մեր ցանկությունների հետ հեչ կապ չունի։ Ես հասկանում եմ, որ սիրած տեակին էլ չես տեսնելու։ Իրան չես լսելու։ Հասկանում եմ, որ դա շատ դժվար է, բայց ինքը քեզ հետ է, չէ։ Ու այն սերը, որ դու զգացել ես իր հանդեպ, ինքը քեզ հետ է։ Հա, ֆիզիկապես քեզ հետ չի, բայց հիշողության մեջ չի։ Ես գիտեմ, որ քո ցավը մեծ է։ Բայց ինչքան էլ որ քո ցավը մեծ լինի, չպետք է թողես, որ այդ քեզ կոտրի։ Դու պետք է ուժեղ լինես։ Ոնց։ Նարնի հետ ենքան երազանք ունեինք, այնքան բան ունեինք իր այդ անելու։ Բայց հիմա մի ակնթարթում ամեն ինչը վերջացավ։ Չվերջացավ։ Հա, դու առանց իր ներկայության պետք է ապրես։ Բայց ոչ դատարկ։ Պետք է նենց ապրես, որ իր ներկայությունը մնա։ Եթե տենց ապրես, նարն էլ քո մեջ կապրի։ Ինձ կներեք ես գնում։ Որ նստում ես, նստի։
լուրջ եմ ասում, ոնց որ վատ երազի մեջ լինեմ։ Ուզում ես գոռաս, բայց ձայնը դուրս չի գալիս։ Ուզում ես վազես, բայց ոտքերդ չի շարժվում։ Ես երազ չի դավ։ Ես հիմա մեր կյանքն է։ Սակը լրիվ կոտրվել եմ։ Առանց նանայի ոնց ապրելու ես չգիտեմ։ Ոնց էլ ոգևորվե ուրախացան, երբ նանան համաձայնել էր ընկերություն աներ։ Ասում էր նանանի մոտն է, թթվածինը։ Ինքը ինձ թևեր է տալիս։ Նանային սպանելով այդ անասունը մենակ Սակոյի թևերը չի կոտրել, հա։ Մեր սաղի թևերն է կոտրել ու դրա համար պիտի պատասխան տա։ Վրեժը նանային հետ չի բերի։ Ով էլ որ է տարած լինի։ Նանային հետ չի բերի, բայց մենք մեզ ոչնչություն չենք զգա։ Ամենայն դեպս ես։ Սաղից համար էլ ծանր է։ Սաղս էլ արդարություն ենք ուզում նանայի համար։ Բայց մենք մարդասպաններ չենք։ Ու եթե ինչ-որ մեկին սպանեցինք, հետո էլ իրենք մեզ են սպանել։ Դու լրիվ ճիշտ ես ասում, Արամ։ Վրեժը վրեժ է ծնում։ Բայց եթե մենք այդ չարեցինք հիմա ու պահեցինք մեջներս, հետո այդ մեզ ավելի շուտ կսպանի։ 100% ճիշտ ես ասում, Դավ։ Նանան մեռած է, իսկ այդ անասունը ազատ ֆրֆրում է ու կյանքն է վայելում։ Տղեկ, ինչ անելու ենք մտածված ենք անել։ Գորու պլաններով հետ խոսանք կորոշ։ Գոր, հիմա դալիս։ Գոր է տեղ գնամ կամ։ Ուր ես գնում, որ։ Չասեց։ Գալուց ես։ Ցավակցում եմ ցավը տան։ Գիտեմ, որ նանեն քո համար հարազատ քրոջ պես էր։ Շնորհակալ եմ։ Սարսափելի կորուստ ենք ունեցել։ Պատկերացնում եմ, թե ինչ ես զգում հիմա։ Նա համաչեց դատարկությունը։ Անզորություն, անտանելի մեղքի զգացում, որ չկարողացանք փրկենք նանային։ Մենք իլյուզիայի մեջ ենք ապրում, եթե մտածում ենք, թե որևէ բան կարող ենք վերահսկել։ Կյանքը միշտ չի, որ արդար է, Գոր։ Հոգում խաղաղություն թող լինի։ Երկու տարին քիչ ժամանակ չի մարդուն լավ ճանաչելու համար։ Դու հանուն քո հարազատի պատրաստ ես սեփական կյանքը չխնայել, բայց մի արա այն ինչ մտածել ես, Գոր։ Ես ինչ անեմ, ինչ է ինձ մնում անելու։ Մոռանամ ոնց են նանային տանջել, մոռանամ ոնց են բռնաբարել ու սպանել, թե համակերպվեմ, որ ընկերս իրան է մեղադրում։ Ես քեզ չեմ առաջարկում մոռանալ։ Ես առաջարկում եմ մի քիչ սպասես, ինչև ձեռներս բան կլինի Բեկի դեմ։ Մեր աշխարհում ամեն ինչ ուրիշ ձև է աշխատում, Գոր ջան։ Մինչև հիմք չունենաս մարդուն չես կարող մեղադրես։ Ու ինչքանով որ մենք ենք կուրսի, մենթերն էլ Բեկի դեմ ոչ մի բան չունեն։ Այդ նշանակություն չունի։ Չէ, ունի։ Եթե բացահայտ դուրս եկար դրանց դեմ, ես քեզ չեմ կարող պաշտպանել։ Կասեն բեսպրեդելով հարցեր ես լուծում։ Դրանով ամեն ինչ կվերջանա։ Թարգոն դու գիտես ես քեզ ինչքան եմ հարգում։ Բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ձեր աշխարհում ինչ են մտածում։ Մենք գիտենք մեղավորի անունը ինքը պետք է պատասխան տա։ Սաղիդ կվերացնեն, ու ոչ մեկ դրա համար իրանց չի մեղադրի։ Ինչ չի հետաքրքրում, թե իմ հետ ինչ կլինի։ Քո հետ հա, դու քեզ կզոհես, բայց պատրաստ ես ընկերների դեր զոհաբերես։
Եթե դաժե դու մենակը դե տարեցիր, մեկը ջանուն չի հանգստանում մինչև ձեզանից վերջի մարդուն չսպանի, իսկ ինքը հետ կանի հավատա։ Թորգոմ, նանին սպանել են ոչ մի բանի համար, փախցրել են սիրած տողու մոտից, տանջել են, բռնաբարել են, 5 անգամ կրակել են այդ աղջկա վրա։ Ու դու ինչ ես առաջարկում, որ սպասեմ միջև այդ անասունը պատասխան կտա։ Դու երկար չես սպասի, ես քեզ խոստանում եմ։ Կներես ինձ վես չէ, պես մեր կռիվն է։ Այդ դժողքի դուռը, որ բացեցիր, էլ չես կարա փակես։ Սաղ եմ կվերացնեն ախել չեմ քաշի։ Նա ինչ ասեց։ Ոչ մի լավ բան։ Ոնց է հասկանամ։ Շատ ուղիղ։ Ասես միջև բեկի դեմ կոնկրետ բան չունենանք, չենք կարա դեմ տանք։ Առաջարկում ասպասենք։ Մենք կսպասենք, բայց Սաքոն չի սպասի գոր։ Գիտեմ։ Ալո։ Բեկն է գոր։ Ասա լսում եմ։ Ուզում եմ Սաքոյի հետ հանդիպեմ։ Իմաստը։ Որ ասում եմ ուրեմն իմաստ կա։ Մեր մեջ մութ հարցեր է մնացել, ուզում եմ հանդիպենք այդ հարցերի պատասխանները տամ իրան։ Կարանք սաղով ելնենք հետները դելեմ ուզում եք բերեք։ Ես չեմ գալի կռիվ անելու։ Անձամբ ես բացարձակ ցանկություն չունեմ քեզ տենալու։ Բայց Սաքոյին խաբար կանեմ։ Հետո ինչ կասեմ քեզ։ Սպասում եմ։ Պետք է հանդիպել հասկանալ մտքին ինչ։ Հասանք Մարիս ջան։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, կարիք չկա։ Սակուն շատ է կոտրվել։ Իրան հիմա օգնությունը պետք է։ Ես գիտեմ, որ դուք ընկերներով միշտ իր հետ եք, բայց խոսքը պրոֆեսիոնալ օգնության մասին է։ Հասկանում եմ ինչ ես ասում, բայց հիմա Սաքոին շատ դժվար կլինի համոզել, որ գնա հոգեբանի մոտ։ Ինձ թվում է ժամանակ է պետք։ Այսօր որ առանձնացել էինք ինքնասպանության մասին էր խոսում։ Ինչ էր ասում։ Ասում էր, որ իր ապրելն էլի մաս չունի, որ ամեն ինչում ինքն է մեղավոր ու ճիշտ կլինի, որ ինքն էլ չլինի։ Դե վերքերը դեռ շատ թարմ են։ Իսկ մա բնական ռեակցիա համաձայն չես։ Չգիտեմ։ Բայց եթե ես ինչ-որ բանով կարողանամ օգնել, անպայման ասեք։ Աշան դու արդեն ինչով կարողացել օգնել ես ու մենք քեզ ամեն ինչի համար շնորհակալ ենք։ Բայց ինձ թվում է պետք է դու էլ հանգստանաս։ Որ պետք լինեմ զանգեք։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալուշ և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մախուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալուշ
տխուր եւ անուշ քեզ երբեք սիրտը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուշ տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր Քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր Քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից Սևորեր եզեր շատ կտեսնեմ Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Ախ և տանջանք և բեկում և թախից Սևորեր եզեր շատ կտեսնեմ Քո պատկերը անես կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդ է Տարիներ կսահեն Ախ մեռեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդ է Տարիներ կսահեն Ախ կմեռնեն երազները բոլոր Քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Քո անունը հավեր կպահեմ